Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, ներկայացնում եմ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և այդ կապիտալը նաև մեր երկրի տնտեսական ու հանրային զարգացմանը իշահ գործադրելու ուղղությամբ։ Մասնավորապես գիտեք, որ 2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում։ Եվ մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման այս իրավունքից և նրանցից 570-ը դեռևս շարունակում է իր ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն այդ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն և չի ծառայում այստեղ ոչ հանրային, ոչ տնտեսական զարգացման օրակարգին։ Եվ քննարկելով և նաև ուսումնասիրելով պատճառները առաջարկվել է օրենսդրական այս փոփոխությունը, որով տարկետում ստացած և իրենց ուսումնառությունը այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից։ Այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին նպաստ ծառայեցնելու։ Եվ այսպիսով մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձը անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից կառավարության արդեն իսկ ենթաօրենսդրական ակտի շրջանակներում տրված կարգավորումներով կուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքը առավելապես ունենք։ Պետք է ասեմ, որ մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ օրենսդրական այս կարգավորումը շատ սպասված է, այն իրականում կարող է լինել ոլորտում մեծ քանակությամբ բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն և հաշվի առնելով բոլոր այն դրական հետևանքները, որ կարող են ունենալ այս կարգավորման կիրառումը, նաև նախատեսել ենք բավարար կարճ ժամանակ օրենքի ընդունումից հետո ընդամենը 2 ամիս ենթաօրենսդրական կարգավորումը հաստատելու, ինչը հնարավորություն կտա գրեթե անմիջապես կիրարկել օրենքը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ իրավիճակը, որը ներկայացրեցի, առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան հարցի ներկայացման համար։ Իմ հարցը հետևյալն է, փաստորեն ստացվում է, որ կամ ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ստացվում է, որ այն ուսանողները, ովքեր օգտվում են այս ծրագրից եւ ավարտում են այդ համալսարանները, տղամարդիկ առնվազն խուսափում են բանակից, այսինքն իրենց կյանքի շարունակությունը ոչ միայն Հայաստանում են պատկերացնում, այլ նաեւ ելնելով բովանդակությունից նախագծի տրամաբանությունը ենթադրում է, որ խուսափում են բանակից եւ երկրորդը այդ երամյա աշխատանքային գործունեության առաջարկը վերաբերում է պետական կառավարման համակարգին, թե ընդհանուր ոլորտներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, ես նշեցի, որ մենք ուսումնասիրություն ենք իրականացրել արդեն իսկ ուսումնառությունը ավարտած քաղաքացիների շրջանում, 57 քաղաքացիների շրջանում մեր ուսումնառությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը մեկն է ծառայել վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացի հետախուզման մեջ է, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով ուղղակի չի ծառայել։ Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում։ Եվ օրենսդրական այս կարգավորումը ուղղված է նրան,
որպեսզի մենք վերանայենք գործող համակարգերը եւ դրանք դարձնենք իրապես արդյունավետ ու նպատակային, հաշվի առնելով, թե ինչ նպատակով է տրվում տարկետում այս քաղաքացիներին։ Պետական կամ մասնավոր ոլորտների մասին մենք նաև հանձնաժողովի նիստում քննարկեցինք, այս պահին նման սահմանափակում դրված չի, հաշվի առնելով, որ պետությունը շատ ոլորտներում, առանցքային ոլորտներում համագործակցում է մասնավորի հետ եւ կարող են լինել առանցքային տեղեր, որտեղ նաև մասնավոր կազմակերպություններում աշխատանքը կարող է լինել վճռորոշ պետության համար։ Արձագանք։ Դուք ասացիք 57 թիվ, թե 570։ Ես նշեցի ուսումնառությունը արդեն ավարտած 57 քաղաքացիների շրջանում ուսումնասիրությունը։ Իսկ վիճակագրություն ունեք, արդյոք որ տոկոսն է այդ մարդկանց վերադարձել Հայաստան եւ որոնք են արտերկրում իրենց գործունեությունը շարունակում։ Որոշակի տեղեկատվություն ունենք, բայց պետք է հաշվի առնել, որ քաղաքացիների մեծ մասը դեռ շարունակում է ուսումնառությունը 570-ից ավել եւ ես կարծում եմ այս կարգավորումը ճիշտ ժամանակին է, որպեսզի մենք ոչ թե խոսենք մեր բաց թողնված խնդիրների մասին, այլ խոսենք կանխարգելման մասին եւ այս հարցի ճիշտ կարգավորման, ընդ որում պետք է ասեմ, որ որևէ բան չի խանգարում քաղաքացիներին ոչ թե վերադառնալ եւ աշխատել, այլ վերադառնալ եւ անցնել զինվորական ծառայության։ Այս տարբերակը նույնպես իրենց ընտրության հնարավորությունների շրջանակում է։ Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն։ Տեսեք, ստացվում է, որ մեր հասարակության մի շատ քիչ տոկոսը, որը ֆինանսական հնարավորություն ունի մեկնել արտերկիր եւ սովորել, այսինքն այստեղ իրենք արդեն տարբերվում են իրենց այն հասակակիցներից, որոնք գուցե եւ ավելի ընդունակ են, ավելի խելացի, բայց ծնողները գումար չունեն, մենք ուղարկում ենք, այսինքն իրենք իրենց միջոցներով գնում են արտերկրում սովորելու, մենք թույլ ենք տալի, որ գնան սովորելու, որովհետեւ նրանց հայրերը կամ քեռիները գումար ունեն, իսկ այն հայրերը եւ քեռիները, որոնք գումար չունեն, իրենց երեխաները գնում են մեկնում են զինվորական ծառայության, ուղիղ դպրոցական նստարանից դեպի բանակ եւ նույնիսկ չեն հասնում մեծ մասը կես տարի սովորել, հետո մենք ասում ենք դե գիտեք ձեզ մի հատ էլ նվեր ենք տալի, դուք կգաք 3 տարի կաշխատեք բավական լավ տեղերում, որտեղ մնացած երեխեքը չեն կարող։ Հիմա հարց, մենք ինչի ենք իրենց սենց ուզում օգնածելնենք, որն է պատճառը։ Պարոն Նազարյան, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնել, որ արտերկրում ուսումնառությունը ստացող մեր բոլոր քաղաքացիները սոցիալական որոշ կատեգորիայի են միայն պատկանում, այդպես չի։ Կարող է այդպիսի տպավորություն լինել, սակայն ես առնվազն այն ուրեմն տեղեկատվությամբ, որ տիրապետում եմ, կարող եմ վստահեցնել, որ շատ տարբեր ընտանիքներից են երեխաները մեկնում ուսումնառություն ստանալու եւ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք նաեւ արտերկրում բուհերի պարագայում կրթաթոշակային տարաբնույթ համակարգ եւ կան շատ մեր քաղաքացիներ, որոնք սովորում են արտերկրի բուհերում փաստացիորեն օգտվելով կրթաթոշակային այդ համակարգերից եւ չվճարելով այդ ուսումնառության համար այդ մեծ ծավալի գումարները։ Ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, որոնք մնում են եւ իրենց ուսումնառությունը շարունակում են մեր երկրի բուհերում, պետք է հիշեցնեմ, որ արդեն մի քանի տարի է 2023 թվականից մեր մոտ գործում է նաեւ մեր տեղական բուհերում տարկետման համակարգը կոնկրետ այն մասնագիտություններով, որոնք գերակա են։ Ժամանակը ավարտվեց, եթե դուք արձագանքեք, ես կշարունակեմ։ Արձագանք։ Արձագանքում եմ եւ ասում եմ, որ այո, ես էլ եմ տեղյակ, որ մի քանի դեպքեր կան, որ երեխաները կարողանում են ինչ-որ հիմնադրամներից գումար գտնել եւ սովորել, բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, մենք ինչի ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում։ Մի մասին թույլ ենք տալիս, որ գնան սովորեն, չգիտես ինչու, ինչ սկզբունքով ընտրված այդ 50 բուհերում, որտեղ այդ 50 բուհեր, եկեք այդ 50 բուհերում ընդգրկենք նաև Հայաստանի Հանրապետության բուհերը եւ բոլորին դնենք հավասար պայմանների մեջ։ Իմ ասածը անհավասար պայմաններն է, թե ոնց են այդ գումարը ճարում, ոնց չեն ճարում, դա արդեն երրորդական հարցն է։ Մենք ինչու ենք տարբերակում դնում։ Պողոսը, երբ որ գնում է բանակ, սովորում ընդունվում է, չգիտեմ, ֆրանսիական համալսարան կամ ամերիկյան համալսարան, չգիտեմ, հայկական համալսարաններ, իրեն տանում ենք, չէ՞ բանակ։ Ոնց չենք տանում ենք։
Պարոն Նազարյան, ես փորձում էի հենց իմ պատասխանի վերջին հատվածում ասել այն մասին, որ եթե օրինակ մեր երիտասարդը ընդունվում է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ապա օգտվում է տարգետման նույն հնարավորությունից, եւ սա ըստ էության նշանակում է, որ պետությունը ոչ թե տարբերակված քաղաքականություն է վարում, այլ պետությունը փորձում է ձևավորված գիտելիքներն ու հմտությունները նպատակային օգտագործելու հնարավորություններ ստեղծել։ Կամ պետություններ, որոնք ունեն հատուկ նպատակային ծրագրեր քաղաքացիներին ուղարկելու լավագույն բուհերում սովորելու։ Եվ կամ պետություններ, որոնք զգալի գումարներ են դրա համար ներդնում։ Եվ այստեղ շատ տրամաբանական շղթա է գործում։ Այդ բուհերը հայտնվել են Շանհայի վարկանիշավորման համակարգում մեծ գործիքակազմով ու ցուցիչներով համապատասխան արդյունք ցույց տալով։ Այդտեղ կրթված յուրաքանչյուր մարդը վերադառնալով այստեղ նաև պոտենցիալ է ստեղծում կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ զարգացման։ Ու մեր յուրաքանչյուրիս խնդիրն է ճիշտ օգտագործել այդ ռեսուրսը։ Գիտեք, մեր երկրում մենք շատ կամահրանքով ենք վերաբերում մարդու որակավորմանը։ Գեր որակավորված մարդուն կարող ենք տանել շատ տեխնիկական պարզ գործառույթ իրականացնելու եւ հակառակը։ Ասում ենք պետք է ճիշտ վարվել։ Այդ ձևավորված գիտելիքն ու հմտությունները պետք է ճիշտ տեղերում ճիշտ օգտագործել։ Շնորհակալություն, ներողություն։ Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ, Տիկին Անդրեասյան, նախագիծը նպատակ ունի այն հեղինակավոր բուհերում կրթություն ստացող մասնագետներին առնվազն 3 տարի պահել Հայաստանում որպես մասնագետ եւ օգտագործել, այսպես ասած, բառը այդքան էլ լավը չի, բայց նրանց մասնագիտական ներուժը։ Ես մի քանի հարց ունեմ, արդյոք ունենք սերերի բաշխվածությունը կա, արդյոք, այսինքն այդ 600 ուսանողի դեպքում մեծամասնությունը կանայք են թե տղամարդիկ, եւ մասնագիտական ոլորտն էլ է հետաքրքիր, արդյոք ունենք տվյալներ, թե բուհերում որ ոլորտներում են ավելի շատ ուսանում մասնագետները եւ որպեսզի հասկանանք նաեւ Հայաստանում այդ աշխատանքի հնարավորությունը ինչպիսին է եւ երրորդ հարցս իսկ եթե մարդիկ այդ պայմանը չեն պահում, այսինքն ուսանողը 3 ամյա աշխատանքային պարտավորությունը Հայաստանում կրթություն ստանալուց հետո չի իրականացնում, որևէ պատասխանատվություն կրում է թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, քանի որ խոսքը տարկետման իրավունքի մասին է, ապա մենք խոսում ենք բացառապես արական սեռի քաղաքացիների մասին, ովքեր որ տարկետում են ստացել բուհում սովորելու համար, եւ այս կարգավորումը վերաբերում է նրանց։ Ինչ վերաբերում է թե ինչ ուղղություններով են սովորում, դրանք շատ բազմազան են եւ լինելով կրթության ոլորտի պատասխանատու, ես կարող եմ ասել, որ իրականում մենք բարձրորակ կադրերի պակաս ունենք ցանկացած ուղղությամբ։ Լավ տնտեսագետներ, լավ իրավաբաններ, լավ ծրագրավորողներ, ցանկացած ուղղությամբ լավ մասնագետները պահանջված են եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ մեր յուրաքանչյուր այս բուհերը ավարտած քաղաքացի հաստատ իր տեղը կարող է գտնել մեր երկրի որևէ ոլորտում։ Ինչ վերաբերում է ինչ կլինի այն դեպքում, եթե նրանք չպահպանեն կարգը, բնականաբար որ օրենքի ընդունումից հետո կառավարության որոշումը նկարագրելու է հստակ բոլոր պայմանները եւ այստեղ կարգավորվելու են նաեւ հնարավոր ռիսկերը, այդ իմաստով կարծում եմ, որ մտահոգություններ, որ որևէ քայլ կմնա առանց հետևանք, բացասական դեպքում չի տեղի ունենա։ Արձագանք։ Եվ եւս մեկ հարց, արդյոք կարգավորումը տարածվելու է արդեն այս պահին կրթության մեջ գտնվող քաղաքացիների համար, թե սա հետագայում այս ծրագրից օգտվող ուսանողներին կվերաբերի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, օրենսդրական նախագծով անցումային դրույթներով կարգավորված է, որ կարգավորումը պետք է տարածվի նաև այս պահին տարկետման իրավունքից օգտվող եւ ուսումնառության գործընթացում գտնվող քաղաքացիների վրա։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան, վերջին հարցը։ Տիկին Անդրեասյան, ես իհարկե ողջունում եմ, որ մեր հայրենակիցները, երիտասարդները գնում են, սովորում են, եւ այս նախաձեռնությունն է դրական։ Ավելին ես կարծում եմ, որ պետությունը պետք է ոչ միայն նման ձևով խրախուսի, այլ նաեւ ֆինանսական աջակցություն տրամադրի։ Ինչպես շատ երկրներում արվում է ժամանակին Ռուսաստանում, կարող է հիմա էլ կա, չգիտեմ, Ղազախստանում կար, կարծում եմ բոլորիս ընդհանրապես որպես պետություն մեր շահերից է բխում, որ մենք խրախուսենք, որ երիտասարդները գնան սովորեն եւ իրենց ներդրումն ունենան։ Հարցս մի քիչ այլ ուղղության։
որտեվ արական սեռի երիտասարդներին է վերաբերում։ Վստահ եմ գիտեք մեր բուհերի սեռական պատկերը։ Այսինքն ամերիկյան համալսարանում 4-ից 1-ն այդ տղա, ֆրանսիականում թվերը չունեմ, բայց վիզուալ նույն պատկերն է եւ այլ բուհերում նույնը։ Այսինքն մենք ինչ հետ խոսում ենք, որ կանանց ներգրավվածությունը, աղջիկների ներգրավվածությունը մեծացնենք, հիմա հակառակ process-ն ունենք։ Այս տենդենսը, այս միտումը չի մտահոգում արդյոք նախարարությանը, մանավանդ որ այս զեկուցում եք մի բան, որը կապված է նաև բանակի հետ, ծառայության հետ։ Ընդհանրապես որևէ քայլ ձեռնարկելու եք տղաների համար բարձրագույն կրթությունը հազար ներողություն ավելի գրավիչ դարձնելու համար։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, նախ ձեր դիտարկման առաջին մասին անդրադառնամ, նախորդ տարի կառավարությունը ընդունեց առանձին որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել արտերկրի հեղինակավոր բուհերում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձը, այստեղ մի տրամաբանություն է դրված, որ այդ ուսանողները բացի պետական ֆինանսավորումից պետք է նաև ունենան մինչև 50%-ի չափով մասնավորի կողմից համաֆինանսավորում, եւ սա նաև ունի նպատակ գործատուի կողմից մասնակցությունը, որպեսզի հետո վերադարձի եւ նաեւ աշխատավայրի պարագայում ռիսկերը կարգավորված լինեն։ Ինչ վերաբերում է աղջիկների եւ տղաների համամասնությանը, մեր բուհական համակարգում բակալավրիատի մակարդակում 57%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եւ այո, մենք տեսնում ենք տենդենսը, որ ամեն տարի ավելի շատ աղջիկներն են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, քան տղաները։ Սա մի բան է, որը միայն Հայաստանին չի բնորոշ, պետք է ասեմ, աղջիկների մրցակցային զորեղացումը նկատելի է եւ սա նշանակում է, որ այո, մենք պետք է տղաներին ուղղված առանձին խրախուսման ծրագրեր ունենանք, ինչի մասին կմտածենք։ Շնորհակալություն։ Արձագանք չկա երևի։ Շնորհակալություն։